ուրեմն անդրադառնալով երեկվա իրադարձություններին, սիրելի հայրենակիցներ, այն ինչ տեղի ունեցավ երեկ ծրագրված հարձակում էր Հայաստանի Հանրապետության պետականության եւ ժողովրդավարության դեմ։ Ամեն բան առավել քան ակնհայտ է։ Խորհրդարանական ընդդիմությունը, որը գրեթե կառավարության հետ հարց ու պատասխաններին կամ նիստերին չի գալիս, պարտաճանաչ կերպով ներկայացել էր երեկ, որպեսի լարեր ներսում իրավիճակը, սուտասան Բագրատը տաքացներ հավաքվածներին եւ տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ։ Ասենք ընդդիմությունը այն տիպի չի գալիս մեր նիստերին, դուք գիտեք, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, որ այն օրը պտտվում է ընդդիմության շարքերում, նստում նկարվում էի, մտքովս անցավ ասի քվեարկության քարտերը անգամ հավաքեմ, պահեմ, չեն էլ իմանա, որ իրանց քվեարկության քարտերը պահել ենք, այդքան շատ իրանք չեն գալիս գործի, չնայած չէ, առավոտները գալիս են, թե բա ներկա, մենք էստեղ ենք, մեր փողերը տվեք, այդ են, էս են, և ուրեմն, երեկ փորձ արվեց իրականացնել, այո, ամբողջովին կիսելով գործընկերներից պարոն Կոնջորյանի դիտարկումը, երեկ փորձ արվեց իրականացնել 2 նոյեմբերի 9-ը, բայց եթե 2020 թվականին մեր ոստիկանները, ուժային կառույցի ծառայողները Երևանից հեռու կյանքի ու մահվան կռիվ էին տալիս մեր անկախության ու ինքնիշխանության համար ու չկարողացան կանխել պետական ինստիտուտների վրա հարձակումները եւ ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանի վրա մահափորձը, ապա այսօր նրանք այստեղ են, բայց ցավոք այստեղ Երևանի կենտրոնում են ստիպված պաշտպանել Հայաստանի Հանրապետության պետականությունն ու ինքնիշխանությունը արդեն ներքին թշնամուց, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում եւ բարի ծառայություն եմ մաղթում Հայաստանի Հանրապետության պետական եւ հասարակական կարգի պահապաններին։ Ընդդիմությունը եկել է եւ Երևանից էլի նույն երգն է երգում, թե բա կառավարության ծրագիրը չի կատարվել, Լեռնային Ղարաբաղին վերաբերելի հատվածը այլևս իրագործելի չէ, հաբա անիրագործելի պետք է լինի, քանի անգամ մենք պետք է այս ամբիոնից արձանագրենք այս դավաճանական խմբակը ուղիղ կերպով պալատական հեղաշրջում է արել Լեռնային Ղարաբաղում եւ լուծարել Լեռնային Ղարաբաղը վերջնականապես փակելով Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իր հողում ապրելու վերջին պատմական հնարավորությունը։ Ահա թե ովքեր են այս մարդիկ։ Եվ ահա առավել եւս այս ամեն ինչից հետո այս մարդիկ բացարձակ որևէ բարոյական իրավունք չունեն Լեռնային Ղարաբաղի մասին խոսելու։ Եվ հիմա փորձում են կաթողիկոս Քոչարյան տանդեմի ղեկավարությամբ եկեղեցին եւ կրոնը պղծող իբր հոգեվորականներով նույնը անել Հայաստանի հետ։ Դրա համար, ինչպես արդեն նշել ենք, հանդիպում էին Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների հետ, փորձի փոխանակում էին անում, թե ինչպես լուծարել Հայաստանի Հանրապետությունը։ Բա երեկվա մարտակոչերը գոռում էին առաջ, առաջ, ասենք քիչ էր մնում ձիերով ու հարբած փղերով գային արդեն։ Այն Բագրատն էլ վազում է ոստիկանների վրա, քաշքշում է ոստիկաններին, հոգևորականի սքեմով, չնայած, ասում են, որ սառեցնելուց հետո դա այլևս սքեմ չի կարող կոչվել, բոլորովին այլ զգեստ է, ունեցա վազում ոստիկանների վրա, իրան դրել է լրիվ Բեթմենի տեղը Բագրատը, նայի շատ չոգևորվես, բարձր տեղից ընկնես Բագրատ։ Հիմա էլ եկել են ասում են, թե բա ստախոս Բագրատը թող դառնա մեր ժամանակավոր կառավարության ժամանակավոր ուրեմն վարչապետը։ Ասում են ուղիղ տեքստով, եկեք ոչ սահմանադրական ճանապարհով ստեղծենք ժողովրդի լեգիտիմությունը չունեցող մարմին, որ իշխանությունը անցնցում հանձնենք արտաքին ուժերին։ Էս են ասում։ Ուղիղ տեքստով են ասում։ Չեն էլ ամաչում։ Ում են էշի տեղ դրել ներողությունը ժողովրդական խոսքիս համար։ Ստացվում է, որ մենակ իրանց այս տարբերակը, որտեղ բոլորի համար ամեն բան առավել քան պարզ է։
Չի ստացվելու ձեզ մոտ։ Մենք թույլ չենք տալու։ Ձեր փորձերը 2 նոյեմբերի 9-ը կազմակերպել չի ստացվելու։ 2 հոկտեմբերի 27 չի լինելու։ 2 մարտի 1 չի լինելու։ Իսկ դուք հիշեք, որ հոկտեմբերի 27-ի քաղաքական խարանը մնալու է ձեր եւ ձեր քաղաքական սերունդների վրա։ Մարտի 1-ի քաղաքական խարանը մնալու է ձեր եւ ձեր սերունդների վրա։ 44-օրյա պատերազմի հետևանքների քաղաքական խարանը մնալու է ձեր եւ ձեր քաղաքական սերունդների վրա։ Լեռնային Ղարաբաղի լուծարման խարանը մնալու է ձեր եւ ձեր քաղաքական սերունդների վրա։ Հավիտյանս հավիտենից։ Իսկ մենք 2021 թվականից հայ ժողովրդից ստացել ենք պողպատե մանդատ եւ անշեղորեն առաջ ենք տանելու Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության շարժումը։ Եվ ամեն անգամ, երբ փորձ անեք ոտնձգել Հայաստանի սպառնում էր երիտասարդներին, ծեծում էին, բռաբուսներով գալիս քշում էին երիտասարդների վրա, ու այո, պետք է այդ մարդիկ գնան փտեն բանտերում։ Դուք էլ շատ լավ հասկանում եք ինչա տեղի ունենում, էլի։ Ասում եմ, այն ժամանակ քաղաքականությունը օգտագործում եք, որ գողանայիք եւ լափեիք, հիմա էլ քաղաքականությունը փորձում եք օգտագործել, որ ձեր լափածն ու գողացածը պահեք եւ դրա համար պատասխանատվություն չկրեք։ Գաք մտնեք քաղաքական հովարի տակ եւ ասեք, տեսեք, մեզ քաղաքական հետապնդման են ենթարկում։ Ինչ քաղաքական հետապնդված կարելի է քաղաքական հետապնդման ենթարկել Վարդանիկին օրինակ։ Ամենամեծ ցանկության դեպքում դա հնարավոր չի անել օրինակ, էլի։ Կամ Դավիթ Համբարձումյանին Մասիսի քաղաքապետով 6 տարի 3 ամիս դատապարտվեց ձեր սիրելի վարչապետի թեկնածուն։ Ասում է հանրահավաքներից մեր մարդկանց են բերման ենթարկում, այդ հանրահավաքները օրենքի դաշտում կազմակերպեք, որ մարդկանց բերման չենթարկեն, փող եք բաժանում, գլխաքանակով մարդկանց եք հաշվում, մի կողմից եկեղեցականներին եք ստիպում գան մասնակցեն ձեր հավաքներին, Ռոբերտ Քոչարյանին ծափ տան քահանաների շորերով, խաչը վզներին բերում կանգնացնում եք հրապարակներում, ասում եք ծափ տվեք Քոչարյանին։ 37 թիվն է ասում, մի падգամավոր, ով դրանից 2 օր առաջ հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի էր։ Ասենք Սրանից ավելի աբսուրդ բան հնարավոր չի, էլի, մտածել եւ ասել։ Սիրելի հայրենակիցներ, բոլորս հիշում ենք, որ 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից առաջ հնարավոր չէր հանրային հեռուստաընկերության եթերում 1 րոպե անգամ եթերաժամանակ ունենալ։ Ու հələ մի հատ էլ այդ եթերաժամանակ անգամ եթե ունենար էլ որևէ մեկը, այդ եթերաժամանակի ընթացքում ինչ ուզեր խոսեր, ինչ ասեր, երկրի ղեկավարությանն էլ, տո ժողովրդին էլ անվանարկեր։ Ու եկել եք մեզ ասում եք, որ 37 թիվն է, ես դրա համար եմ ասում, ձեր խոսույթը իրականության հետ ընդհանրապես կապ չունի, դրա համար էլ դուք մաշվ է վերացե եւ ավարտվելու եք գնաք։ Մի քանի ամիս բան է մնացել ըստ էության։ Եվ ես ձեր անցյալին ընդհանրապես չեմ ուզում անդրադառնամ, որ գալիս եք ասում եք մենք 88-ին, ասում եք մեզ, որ մենք 88-ին անկախություն չեք գոռացել։ Ինձ չի հետաքրքրում դուք 88-ին ինչ եք արել։ Ինձ հետաքրքրում է, որ դուք հիմա անկախություն չեք գոռում։ Դուք հիմա եք, այսօր եք դուք պայքարում Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ ժողովրդի ազատության դեմ։ Այսօր եք դուք դրա դեմ պայքարում, ինձ ընդհանրապես հետաքրքիր չի դուք 1888-ին, 1890-ին, 1891-ին, 2-ին, 3-ին ինչ եք արել կամ 1988-ին ինչ եք արել։ Ինձ դա էլ հետաքրքիր չի, ինձ հիմա հետաքրքիր է, հենց հիմա ժողովրդին հետաքրքիր է, հիմա դուք Հայաստանի Հանրապետության անկախությանը կողմ եք թե դեմ եք։ Եվ պարզվում է, որ դուք դեմ եք Հայաստանի Հանրապետության անկախությանը, որովհետև ձեր քաղաքական ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ Հայաստանը կարող է դառնալ միութենական պետության մաս։ Ձեր քաղաքապետի թեկնածու քաղաքապետ Վարդանիկը ասում է, կամ միութենական պետությանը կողմ ես, կամ թրքահապատակ շանորդի ես։ Այս ձեր ընկերներն են էսա ասում, ձեր ընկերները, եւ դուք եք սրա քաղաքական պատասխանատուն։ Եվ Գյումրիի մասին, երբ որ խոսում եք, ասում եք շոուներ եք արել, հավաքարարներին եք բռնում, էս եք անում, չեք մտածում այդ մարդկանց մասին, հələ մի րոպե, էլի, հələ ստոպ հələ։ Այս դուք ձեր ենթակայության տակ